Բարյարև իմ սիրելի հետևորդներ, այսօր հունիսի 29-ն է իմ օրացույցով Նեպտունի օրը և տեսնեք մեզ Նեպտունը բաժին ընկավ և ես կխոսեմ շատ այդպես հակիրճ որոշեցի, որտեղ ինձ շատ էին դիմել մտնել եթեր և խոսել այս իրադարձությունների մասին, այս անորոշության, խայտառակության, ինչու ոչ մեջ, որ մենք հայտնվել ենք հիմա այս պահին, իհարկե ես օգտվելով առիթից կներկայացնեմ նաև կխոսեմ իմ այդպես շատ կարճ իմ կանխատեսումների մասին, ես արել եմ ու Իրան-Իսրայել պատերազմի մասին, այդպես համաշխարհային մեծ հնչեղություն ունեցող և ընդհանրապես համաշխարհային աստրոլոգիային վերաբերող, ես 24 թվականն էի արել կանխատեսումը, որ 25 թվականի լինելու է և դա իմ նախորդ հաղորդման մեջ էր, որը ուրեմն խոսել էի այդ մասին, ասել եմ 25 թվականին կլինի և ասեցի նաև, որ կանխատեսում արեցի, որ այն կտևի մինչև հուլիսը կամ կփոխակերպվի կամ պարզապես կավարտվի մինչև հուլիս և դա մինչև հուլիս ավարտվեց մենք տեսանք և իհարկե ոչ մեկ բնականաբար այս մասին չի խոսում, հետևորդներն են ինձ զանգում, շնորհավորում են, գրում են, որ դուք նորից ճիշտ եք, նորից բարձունքում եք գտնվում Հակոբյան Աննա, ինչպես միշտ ձեր կանխատեսումը կատարվեց, մենք արդեն կարծես թե դուք որ ասում եք, մենք չենք սպասում դա կկատարվի, թե չի կատարվի, մենք արդեն գիտենք, որ դա կատարվելու է։ Այսպիսի մոտեցում է, ես շատ շնորհակալ եմ իմ հետևորդներին և ուզում եմ նշել նաև, որ տեսեք, այդքան մարդիկ որ նոր են միանում, այսինքն հնարավոր է, որ այս հաղորդումը առաջին անգամ մարդ մտնի և տեսնի ինձ իմանա, այսինքն իմ մասին բնականաբար չգիտեմ, որովհետև ես չեմ վազում էժանագին տաղավարներ, էժանագին, այսպես ասած, լրագրողների հետ չեմ շփվում և փորձում եմ իմ տաղավարում լինել մաքսիմալ ճշմարիտ և անկողմնակալ, որովհետև բոլոր դեպքերում որտեղ որ գնում ես կամ կտրում են, կրճատում են, հանում են և այլ, ինչևէ ես հիմա գիտեք ովքեր են միգերի թուրքերը մեր ղեկավարներն են, իրանց պետք են այնպիսիներ, ովքեր իրենց գով կկանեն, իրենց կպաշտպանեն և դրա համար այս վիճակն է, ես միշտ գիտեք խոսել եմ, մերկացրել եմ և ներկայացրել եմ իրենց իրական դեմքը այս սրա մասին է խոսքը, ինչևէ, եթե այսքան կանխատեսումներ ճշգրիտ, գերճշգրիտ ես կասեի կանխատեսումներ, որ ես անում եմ, հիմա եթե ես լինեի Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում և այսքան տարիներ, 5 տարի, արդեն 5.5 տարի է լինում, ես մտել եմ ասպարեզ ու անում եմ ճշգրիտ կանխատեսումներ, հիմա բավականին հարգանք կունենայի, միլիոնավոր դիտումներ կլինեին, այդպես կպտտվեին և այդ բոլորը կնայենք, սպասեին իմ կանխատեսումներին և այլն, դատի չէին տա, չէին անպատվի և այլն, այսպիսի վիճակ չէր լինի, առավել ևս, որ քանի որ այս մեր երկիրը դարձել արդեն ավելի շատ ինձ գավառ է հիշացնում, գավառում դու կանես ճիշտ կանխատեսում չես անի, դա առանձնապես մեծ հաշվով հետաքրքիր չի մարդկանց, դա իրանց չի հետաքրքրում, եթե կարող ես իրանց ձեռ առնել հիմարի տեղ դնել, իրանք շատ հաճույքով կնայեն։ Սա է, և ես Facebook-ում էլ գրել եմ այդ մասին, գրել եմ և նաև նշել եմ, որ այնտեղ 4000-ից ավել մարդիկ կան, որ գրված են, բայց երբ ինչ-որ սա մասնագիտական էջ է, Facebook-յան էջը, դնում եմ ինչ-որ ասենք վիդեո եմ դնում կամ գրում եմ և այլն, այնտեղ շատ քիչ մարդիկ են արձագանքում, նշանակում եմ հետևորդներն այդքան քիչ են և այդ 4000-ին ուղղակի մաքրել է պետք, դրանք ինձ պետք չեն և ես հենց որ ազատ ժամանակ ունեցա, այդպես ձեռքի հետ մաքրելով գնալու եմ, որտեղ ինձ 4000 պետք չի, ինձ գիտեք քանակի կողմնակից չեմ։ Ինչևէ, այդ ամեն ինչը շատ վիրավորական է, որ դու անում ես, քեզանից գողանում են, գնում են իրանք էժանագին տաղավարներում այդպես անուն են ձեռք բերում, իսկ դու անում ես, ես դրա համար Հայաստանին չեմ անդրադառնում, դրա համար ես ամեն ինչին չեմ անդրադառնում, եթե 2024-ին անդրադարձած չլինեի ու սա հիմա կատարվի, ես էլի չէի խոսել դրա մասին, գնացեք, թող բոշեկը խոսեն, լսեք ինչ ասեմ։ Ուրեմն թող ձեզ ձեռ առնեն, դուք էլ ուրախանաք։ Ինչևէ, իհարկե ես ունեմ լավ հետևորդներ, որոնց հանդեպ չեմ կարող անտարբեր լինել և ի դեպ ես նախորդ անգամ էլ խնդրեցի, որպեսզի իմ վիդեոներ տարածեք, որտեղ իրենք բոլորը աշխատում են իմ վրա, այդպես իրանց թիմով հարձակվում են, դիզլայքեր են դնում և այլն, ամեն ինչ անում են, բոշեքը, գուշակները, գարշանքներն ու գժերը,
աղբով լցված այս ասպարեզը հարձակվում են եւ ամեն ինչ անում են, որպեսզի իմ վիդեոներ չտարածեն, որտեղ այստեղ ես ասում եմ ճշմարտությունը, որպեսզի իրենք չիմանան, որ կա ինչ-որ մեկը, որ այսպեսի ճշգրիտ կանխատեսում անում, որտեղ իրանք ուղղակի կշպրտվեն դուրս, որտեղ իրանք այլընտրանքից ոչ մեկ չի նայի, դրա համար իրանք պայքարում են այսպես համախմբված պայքարում են իմ դեմ։ Այսպեսի բան կա, դրա համար 2 հոգի ես նախորդ անգամ խնդրել եմ, որ տարածեն իրենց Facebook-յան էջում, Instagram-յան էջում, որտեղ որ իրենք ակտիվ են, այդտեղ տարածային 2 հոգի ընդամենը տարածեցին, ես շատ լավ գիտեմ այդ 2 հոգուն եւ բան նրանումն է, որ զանգում են, խնդրում են, շատ ժամանակներ շատ է լինում, խնդրում են, որ ինձ անվճար սա կնայեք, ինձ անվճար սա կասեք եւ այլն, բայց իրենք գիտեք միայն պահանջում են, բայց իրենք ոչ մի բան չեն անում, որպեսզի տարածվի ճշմարտությունը, որպեսզի մարդիկ իմանան, այսինքն ոչ մի ձևով չեն օգնում, բայց իրենք ոչ փող եք ծախսելու, ոչ մի բան, հա, ընդամենը պետք է տարածեք, բայց դա էլ չեն անում, այնպես որ ինձ թվում է, որ դուք ընդհանրապես այդտեղ չունեք զանգելու ինձ ինչ-որ մի բան խնդրելու։ Սա էլ էսպես, եւ հիմա ես կանդրադառնամ իմ հավատարիմ հետևորդների խնդրանքով, ես կանդրադառնամ ուրեմն այն ամենին, ինչ որ այն իրավիճակին, որ հիմա տիրում է Հայաստանում, այդպես շատ հարկեր չկներկայացնեմ։ Եվ հենց սկզբից ինչ սկսել եմ, որպեսզի չմոռանամ, որտեղ ես չեմ գրում, դուք տեսնում եք, ես այնինչ խոսքով պետք է ասեմ, ես երբեք չեմ գրում։ Եվ ընդամենը նշում եմ, թե մոլորակը երբ է հետընթացառում, երբ է փոխում իր նշանը եւ այլն, այսքանը։ Իսկ հիմա ես տեսեք, ուզում եմ նախ սկսենք այս շարժումը հոգեվորականության դեմ շարժումը, հա, տեսեք փողոցայիններ եկան իշխանության երիտթուրքերը, փողոցից իրանց փողոցային բառապաշարով իրանք եկան նստեցին, զավթեցին աթոռը Սերժի թեթև ձեռքով, ուրեմն զավթեցին սա եւ բնականաբար վաղ թե ուշ իրենց ուրեմն բառապաշարը փողոցային լկտի բառապաշար պետք է ի ցույց դրվի, չէ՞, պետք է բացի նրանց որ մենք խայտարակ ենք լինում, երբ ուրիշ տեղեր է գնում, իր քայլվածքը, նստվածքը, խոսելը եւ այլն, գետինն ես մտնում, որ հանկարծ ես ասում չէ, ինքը մեր ղեկավարիչ, ինքը Հայաստանի հետ կապ չունի, երբ որ նման բաներ է լինում, ինչևէ, ու հիմա արդեն բառապաշարին ենք ծանոթանում, բայց չէ՞ որ այդ բառապաշարը տարածվում է նաև դրսում, խոսում է, պիտի ասեմ, որտեղ արդեն գիտեք, հենց որ սուտ բան չխաղանք, էլի, հենց պարկեշտություն չխաղանք, էլի, ուրեմն եւ նշենք այդ բառը, անկախ նրանից եթերային թե չէ, մարդը դա ասելով մենք պետք է ասենք, հա, ասենք Չուլան, դարձել է Չուլան եկեղեցին հոգեվորը համեմատել հոգեվոր վայրը կապ չունի, դու գնում ես եկեղեցի, չես գնում, միգուցե եկեղեցին քո այստեղ է եւ դու այստեղ ես կիսվում, այստեղ ես մոնվառում խոսքի օրինակ ես պետք չի գնալ եկեղեցի, ասենք տարբեր կարող են լինել, հա, մարդիկ, բայց բոլոր դեպքերում այդ ձևով վերաբերվել կամ դոմփել բառը օգտագործել երկրի ղեկավարը այդ արդեն փողոցայինից էլ են կողմը, հա, էլ արդեն սահման չկա, այսինքն եթե փողոցային երկրի ղեկավարն այդ ձևով խոսում այդ բառապաշարով, արդեն պարզա թե ինչա կատարվում տվյալ երկրում։ Եվ հիմա տեսեք, ես ուզում սկսեմ նորալուսնից, այս հունիս ամսին, որ կատարվեց, ուրեմն հունիսի 25-ին էր, հունիսի 25-ին ժամը 14:31:27 տեղի ունեցավ նորալուսինը, արևելուսինը միացան 5 աստիճանում եւ դա տեղի ունեցավ խեցգետնի նշանում։ Ինչպես ասում են, այս խմորը շատ ջուր է վերցնելու, մենք ունենալու ենք այդպիսի վատ իրադարձություններ լինելու, կպչելու են արդեն դիպել են հոգեվորին, հոգեվոր թեման է եւ այստեղ ժողովրդին, բայց իհարկե ինքը կարող է ամուր կանգնել իր ոտքերին եւ գիտեք, այստեղ հիմա գնում է շատ մեծ փորձություն եւ դա լինելու է մյուս տարի եւս լինելու է, այնպես չէ որ դա հիմա կավարտվի, մենք փորձության ենք ենթարկվելու, թե որքան ենք ամուր մաքրությանը, որքան ենք մաքուր, որքան ենք ազնիվ, որքան ենք հավատարիմ մեր եկեղեցուն, գիտեք ինչ, եթե հիմա ասեք, հա, եկեղեցին, մենք եկեղեցուն ոնց որ ասում են երիտթուրքերը, մենք եկեղեցուն չենք կպնում, այստեղ ղեկավարներն են, որ այսպեսին են, հա, եւ ով ասում, անբարոյական պոռնիկն ասում է, որ նա այդպես, այսինքն ոնց որ Հիսուսն էր ասում, այդ անբարոյական կնոջը դուք կարող եք քարկոծել, նրանք կարող են քարկոծել, ովքեր որ մաքուր են, իրեն
ամենից մաքուր են, բայց ոչ մեկ չկարողացավ քարկոծել, որտեղ կեղտոտ էին, այն ժամանակ Հիսուս կար այս բաները ասեց։ Եվ հիմա ուզում ես ասես դու մաքուր ես, որ դու ինչ որ հարց ես բարձրացնում այդ բանի շուրջ, բայց քանի որ այդ մարդիկ չունեն հոգևոր կրթություն, դաստիարակություն, բնականաբար ինչի մասին է, նեռը ինչ հոգևորի մասին կարող ենք խոսել, չէ՞։ Եվ այսօր փաստորեն իմ մտքով որքան էլ որ ես գիտեի, տեսնում էի, բայց ասել էի, որ դա լինելու է, բայց չէի պատկերացնում, որ ես կտեսնեմ դա, թե ոնց են պատկերացնելը ուրիշ մի բան, հա, գիտեք, բայց երբ դուք աչքերով ես տեսնում, դա լրիվ ուրիշ բան է, եւ մտնել տենց ոստիկաներով եկեղեցի քահանաներ դա սարսափելի էր ինձ համար, ես տենց բան չէի կարող պատկերացնել երբևէ, որ կտեսնեմ, որքան էլ ես ասում եմ, մտածում ենք, այդպես ենթադրում ենք, որ սա կարող է լինել կամ կանխատեսեմ նայում, ասեմ, ինչ ահավոր բան է լինելու է, տեսնում եմ, բայց այդ հոգևոր թեմայի հետ կապված է, ինչ բան է լինելու, բայց էլի չես կարողանում պատկերացնել, որ այդ ձևով կվարվեն, ոչ մի կերպ։ Ինչևէ, ես որ ասեցի հոգևորականը դուրս կգա, ուրեմն ինքը կարող է ժողովրդին հավաքի, հիշում եք նախանցյալ տարի դեռևս ասել, ու եթե դա էլ չստացվի, ուրեմն եկել է վերջը, այսինքն մենք հիմա գտնում ենք վերջի սկզբում, այդ վերջի մասին է ես ասում, ես հերթով ասում եմ ինչա կատարվում Հայաստանում, ինչա կատարվելու Հայաստանում, եւ հիմա փաստորեն այս նորալուսինը սկիզբը դրեց հենց այս հարաբերություններին, ինչ որ կա եկեղեցու հետ կապված եւ հոգեվորի հետ կապված եւ այսօր Նեպտունի օրներ հոգևոր թեման է, այդ անորոշությունը, որի մեջ մենք հայտնվել ենք եւ քանի որ այդ գայթակղությունը մեծ է, մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի չգայթակղվենք, որպեսզի մեր հոգիները չծախենք սատանային, որտեղ հիմա հենց այդ բանն է, որ շատերը կծախվեն սատանային, ես ձեզ ասեմ, որ ովքեր կհաղթահարեն հիմա մեծ փորձություն, ովքեր կհաղթահարեն դա ու կմնան հավատարիմ Աստծուն, իրանք պարգևատրում կստանան վերևից, նրանք ովքեր կգնան դեպի սատանան, կուրանան Աստծուն, չեն կարողանա անցնել այս փորձությունը, ուրեմն դուք կպատժվեք, միանշանակ կպատժվեք, ու ինչ որ ձեր հետ կկատարվի, դուք չզարմանաք, որ դա ձեզ հետ կատարվում է։ Եվ ուրեմն հունիսից իմ ասկացված, դա ասեմ, որ կգնա փաստորեն մինչև հուլիսի վերջը դա տևելի է մոտ 1 ամիս, եւ մենք նկատում ենք, որ հուլիսի 24-ին լինելու մյուս ուրեմն նորալուսինը, ուրեմն առուծի նշանում է լինելու, այսինքն այստեղ կդրվի ուշադիր, այստեղ դրվելու է նոր ղեկավարի հարցը, դա կլինի թե հոգևորում, թե ուրեմն, ես կարծում հպարտը բավականին կարճել է իր աթոռից, այսօր ուժայինները իր ձեռքում են, բայց ես ձեզ ասեմ հետևյալը, հոգևորից, այստեղ իմ հոգևոր գիտելիքները, հա, այսպես ասած առաջ տանենք, հիմա տեսեք, եթե այստեղ վերվում է, Հիսուսը այդ հարցը բերեց, որ դուք մաքուր եք, այսքան այն փաստը դրեց իրենց առաջ, ուր փաստ կա, որ դուք մաքուր եք, հա, ու այնտեղ այդ ձևով ասում բանավոր, քարերը գցել եւ այլն, բայց մենք հիմա այստեղ ուրիշ իմաստ ունենք, այսինքն դուք փաստեր ես բերում այդ մարդկանց, որ իրանք մաքուր չեն, իսկ իրանք գիտեն, որ Հիսուսը այդ փաստերը ունի, իրանք Հիսուսի առաջ չեն կարող ոչ մի բան խոսել, կամ Հիսուսին նույնիսկ չէին համարձակվի ասենք քո աչքի վերևում կա, չէ, որտեղ նա մաքուր էր, ոչ մի բան չէին կարող ասել Հիսուսին, եւ դրա համար Հիսուսը փաստը դրեց, որ դուք արել եք սա։ Այսինքն այսօր ես երկը իրավիճակից նայա, որ այն կողմը, որը մեղադրվում է, այդ կողմը ներկայացնում է փաստեր, ու հակափաստ կասվի, թե չէ, ոչ թե հակափաստեր, այսինքն դու փաստի հակառակն ես ասում, ոչ թե հակափաստեր, այսինքն այս կողմը իր հերթին փաստերը ներկայացնում մյուս կողմը, որ դա հարուցել է, այդ գործերը բերել է, իր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացում է, հանրայնացնում է, այսինքն այդ ձևով դա այն խոսքն է, որ Հիսուս ասում է, ով որ մաքուր է, թող նա քարե շպրտի, չէ, եթե դուք մաքուր եք, այսինքն հենց այդ եթե դուք մաքուր եք, այ դրա մասին է խոսքը, այ դրա փորձում եմ ձեզ հասկացնել, դրա մասին խոսքը փաստաթուղթը, փաստերը բերել դնել ու ցույց տալ, որ տեսեք դուք մաքուր չեք ու դուք ում վրա եք քար նետում, այ հենց դա պիտի արվի, այդ փաստերը ներկայացվի, հանրայնացվի, հա, հանրայնացվի, ունեք փաստ, դրեք հանրային, թող այդ ամեն ինչը գնա, թող մարդիկ իմանան, որովհետև եթե դուք չեք անի, իրենք
փաստեր կբերեն, իրենք կսարքեն եւ այլն եւ կներկայացնեն։ Այսպիսի բան է գնում եւ ուրեմն այդ նորալուսինը ինքը հենց հիմա այդ process-ը սկսվելու է հուլիսին, գնալու է այդ փոխելու, փոփոխություններ անելու, ուրեմն process-ը հնարավոր է տեսակից եթե գալիս է փոփոխությունը, կարող է հոգեվոր հայրը չփոխվել, երկրի ղեկավարը փոխվել, քաղաքական գործիչը, թուրքը, երիտուրքերին այստեղ իրանք դուրս գան կառավարությունից բնականաբար կրելով իրենց պատիժը։ Այսինքն եթե դուք հիմա արագ փաստեր իրենց դեմ չհանեցիք, իրենց մասին փաստեր, ի հակադրություն նժարի այստեղ բաները պիտի փոխվեն։ Եթե դա չարեցիք, ուրեմն լավ բան չի լինի ու պետք չի որ Հիսուսը տանջվեց, չարչարանքների միջով ացավ, մենք էլ ացնենք, չէ, Հիսուսը անցավ չարչարանքների միջով, որտեղ ձեզ գիտելիք տվեց։ Հիմա եթե դուք այդ գիտելիք ունեք, կարող եք այդքան չչարչարվել ու ավելի ճիշտ գործել, որովհետև եթե սկսել էր Բագրատ Սրբազանը, ինքը պիտի հասկանար ինքը ինչի մեջ է մտնում, ու եթե ինքը մտնում է դրա մեջ սկսում է, ուրեմն այստեղ դրվում է կամ հաղթանակ կամ մահ, ուրիշ բան չպիտի լիներ։ Միջին վիճակ չպետք է լինի, որտեղ եթե այդ ամեն ինչ ընդհատվեց, ինքը չգիտեր, որ իրանց իր հետևից գալու են, մյուսի հետևից գալու են, եկեղեցու համար շատ վատ է լինելու, դրանք չգիտեին, իրենք դա շատ պարզ վերլուծություն է, ախր։ Բայց ինձ չեմ լսում, ես նույնս եմ ասում, եթե ես ուրիշ երկրում լինեի, հիմա լրիվ իմ դիրքը լրիվ ուրիշ կլիներ, վերաբերմունքը իմ հանդեպ լրիվ ուրիշ կլիներ, ու ինչ որ ինձ համար ամենամեծ շատ ցավալի է, որ ես գավառում եմ ապրում ու սենց վերաբերմունք եմ ստանում մարդկանց կողմից, շատ ցավալի է, որտեղ դե մարդիկ ինչ ասես, այդ մարդիկ կրթված չեն, այդքան են հասկանում ու այս դաշտն էլ այնքան կեղտոտված է, որ իրենց թվում է, թե ուրեմն բամբասանք կամ թալիսմաններ կամ թուղթուգրեր դա աստրոլոգիան է ու հիմա իրենք դա կարող են անել։ Ես իդեպ ասեմ, որ դուք այսուհետ այնտեղ կնկատեք, որ ես գրվելու եմ, որտեղ ինձ շատ են դիմել, որ դուք միայն աստղաբան չեք, այս ամեն ինչ անում եք, ինչի ձեր շնորհների, գիտելիքների մասին չեք դնում կոչումներ չասենք, այն ինչ որ դուք ունեք մասնագետ եք, հա, եւ դրա համար ես որոշեցի, որ կգրվի ոչ միայն աստղաբան հոգեբան, որտեղ իմ կրթությունը աստղաբան հոգեբան է, հա, ոչ միայն աստղաբան հոգեբան, նաև ես ունեմ, ուրեմն ես նաև հանդես եմ գալիս որպես էքստրասենս, այսինքն կգրվի աստղաբան հոգեբան եւ էքստրասենս Ալմա Հակոբյան։ Այսուհետ այդպես կգրվի, որտեղ նրանք ովքեր իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, իրենց մասին ինչեր ասես հեքիաթներ են պատմում, թե իրանք սա գիտեն եւ այլն, իսկ անան այդ ամեն ինչին տիրապետում է, բայց չգիտես ինչի լռում է դրա մասին եւ դրա համար հիմա արդեն դա այդ համեստությունը ավելորդ է կդնենք մի կողմ։ Եվ հիմա փաստորեն հուլիսի 24-ը դա միջև ուրեմն ավարտ մյուս նորալուսինն է սկսվում եւ մենք այդ ժամանակ փաստորեն մենք տեսնում ենք այստեղ ճիշտ է ինչ որ մի առումով դա գիտեք ժողովուրդը եթե ակտիվ լինի կարող է շատ բան փոխել, որովհետև ես տեսնում եմ ինչև սա որ սկսվեց, ես ինչի ասացի, նախ սկիզբը նայենք որ հասկանանք ինչ է կատարվում, այստեղ նորից գումարներ են դրվել, միանշանակ փաստաթղթեր են հանվելու, փաստաթղթեր։ Մենք ականատես կլինենք դրանից բացի նաև ուրեմն այդ փաստաթղթերի հանձնումը եւ ես ձեզ նաև ասել էի որ հիշում եք նա ովքեր վաղուց են ինձ հետ հիշում եք որ ես ասում եմ մեր կյանքի թելը կտրվում է հա այստեղ հիմա նորից դա ակտիվացել է նորից ինչ որ մի քայլ Էրդողանի հետ ինչ որ մի համաձայնություն որտեղ դա երբ որ գնաց է դա այդ ունեինք մենք այդ ասպեկտացիան որ ուրեմն որոշակի պայմանավորություն նախ ֆինանսներ ստացել եւ որոշակի պայմանավորվածություն ինչ անելու այսինքն հանձնարարություն ես կասեի թե ինչ անելու ինչպես հա ինչ խոսքով գործարքի մեջ մտել հաջորդ հանձնարարությունը ստացել եւ գործարքի մեջ մտել ես որ ասում եմ վաղուց Էրդողանը այստեղ ղեկավարում իր ձեռքն վերցրել հա հիմա այնտեղ Մեծ Բրիտանիա եւ այլն կոնկրետ հիմա հանձնարարված Էրդողանին, Էրդողանը այստեղ կարգավորումներ է մտցնում, աշխատում են ինչն ես քանդելու, հետո ինչն ես քանդելու, հետո սա ես քանդելու, հետո սա ես քանդելու աստիճանաբար, որպեսզի չզգացվի, թե ինչ է կատարվում։ Մարդիկ այսպես հանգիստ շարունակեն ապրել, կարծես թե ոչինչ չի եղել եւ փաստորեն այդ
հոգևորի թեման։ Սա երևի թե ուրեմն եկեք մի ամսվա մեջ իհարկե սա հուլիս օգոստոս սեպտեմբերի կեսերը ես կարծում եմ կգնա նաև օլիգարխների թեման է գնալու ինքը ինչ որ ժամանակ անցնում է կարծես թե հանգստանում է բայց հետո նորից ինքը այստեղ նորից լարվածությունը մեծանում է բայց նշեմ որ ուրեմն բոլոր դեպքերում ես հուլիսի կեսերը նշել եմ այստեղ ուրեմն իհարկե կա այստեղ վատ միացություն եւ մենք տեսնենք թե այդ վատ միացությունը Հայաստանին է վերաբերում ուրեմն ինչպես կարող է արտահայտվել դե ուրեմն նաև օգոստոսին եւս այստեղ հնարավոր է որոշակի բացահայտումներ լինեն հարուստ անձանց հետ օլիգարխ ասեմ կամ խոսքով այդպիսի մարդկանց հետ կապված բայց գիտեք ինչ դա այդպես կշարունակվի ես հիմա չեմ ուզում մանրամասնեմ ամենակարևոր բանը որ ուզում եմ ասել դա այն է որ ես եկեղեցու կողքին եմ եկեղեցին միևնույն է հոգևորը հաղթելու է եւ մենք պիտի հասկանանք որ այս մարդը եթե ինքը պատերազմը տանուլ տվեց ծախեց տարածքները հանձնեց հակահայկական քաղաքականություն վարում եւ այդ ամենի հետ մեկտեղ հիմա ինքը մտել է եկեղեցի մենք այստեղ արդեն հասկանում ենք դա համար ասում գայթակղությունը շատ մեծ է լինելու փորձությունը ինքը հիմա որ մտել է եկեղեցի միանշանակ այստեղ ինքը վատ դեպի վատնա տանելու վատ բաների համար կարող է բերին հենց թուրքամետ եկեղեցականների շինծու հա որոնք հետագայում ասեն հա շատ լավ է թուրքեր կգան մենք թուրքերի հետ կապրենք այստեղ բավականին թուրքեր կբերեն կլցնեն կասեն ենթարկվեք ձեր ղեկավարը մի խոսքով արդեն հոգևորը դայր կփչացնեն այդ ամեն ինչը եւ որովհետեւ իրանց բերածն է որովհետեւ այս երի թուրքերի բերած հոգևորներից ոնց է լինի ամենտեղ հուդա կա մենք դա գիտենք Հիսուսը դա մեզ ասել է որ ամենտեղ էլ հուդա կա այնպես որ այդտեղ եւս հուդաներ կան ու այդ հուդաները հենց կդրվեն ու այս թուրք իշխանություններին կասեն որ մենք ձեզ ծառայում ենք ինչ ասեք մենք կանենք ու այստեղ ժողովուրդը այլևս ոչ մի հենարան չունի եթե ինքը գոնե հոգևորականությունը եկեղեցին այսօր էլի ինչ որ առումով ուրեմն իրեն հենարաներ այս փոփոխությունները եթե եղան, ուրեմն իմացեք, որ դուք այլևս հենարան չեք ունենա, ձեզ կմոլորեցնեն, կխաբեն, կասեն, որ այսպես, բայց դուք ոչ մի բանի չհավատաք, որովհետև եթե մի գործ, մի բան անում է ուրեմն հպարտը, ները ուրեմն ինքը լավ բան անել չի կարող եւ դրա համար եմ ասում նորից գայթակղությունները մեծ են լինելու փորձությունները մեծ են լինելու ովքեր Կուրանան Աստծուն կհեռանան եկեղեցուց կկանգնեն հպարտի կողքը ների կողքը ուրեմն դուք կպատժվեք այստեղ ուրիշ հարց է լուծվում այստեղ ձեր անհատական առանձին մոտեցումները եկեղեցու հետ այդ ամիջը դրեք մի կողմ այստեղ դա կապ չունի ուրիշ հարց է այստեղ լուծվում Եվ հիմա հենց ուրեմն իր մոտ եւս վատ ասպեկտացիաներ կա եւ միայն իրեն հակազդելու այսօր ես ձեզ ասեցի ճանապարհը որն է որ այն փաստերը ավելի մեծ հնարություն ունեցող մարդկանց մասին է խոսքս բնականաբար եթե ունեք իրանց մասին շատ կոնկրետ փաստեր այդ փաստերը բոլորը հանեք ջրի երես միակ փրկությունը դա է ճանապարհը դա է կհանեք այդ փաստերը կդնեք ջրի երես կբաժանեք այդ այն ժողովրդի մեջ անկան դեռ իրենք ուրիշ բաներ չեն բաժանել ուրեմն կշահեք եթե չէ չնայած ես ասում եմ բայց ինձ լսող չկա ես միշտ երկացույց եմ տալիս թե որն է ասում եմ լինելու է սա ու պետք է անել այսպես բայց ինչևէ ժողովրդի մակարդակն է երկրի մակարդակն է այսպեսին որ դու անում ես գերճշգրիտ կանխատեսում, բայց ասենք նայում են 5962 անց, հա, Իրան-Իսրայել այդ վիդեոն, այդքան մարդ է նայել, շատ ցավալի է, այստեղ ինչ որ ոնց որ մեկը Գանե Աթոյան կարծեմ գրել էր, որ դուք դիտումների խնդիր ունեք, չի հարգելիս ես
դիտումների խնդիր չունեմ, ես ժողովրդի խնդիր ունեմ, որը դեգրադացել է 80%-ը, որ այսօր կանգնել ենք այս վիճակին, այդ դրա խնդիրը ունեմ, որտեղ ես էլ եմ նույն նավի մեջ, որտեղ ես էլ եմ այստեղ, ու որ մենք ունենք այսօր այսպիսի ղեկավար, որը ինչ դոմփելուց է խոսում, հա, այս ձևով է խոսում, որը խայտարական, որը թերուս անմակարդակ է, հա, ինչ որ ոչ հավասարակշռ հոգեխանգարված եւ այլն, եւ ինքը ես իր մասին խոսել եմ իմ ուրեմն հաղորդմամեջի մասին վերջերս Անտարեսի Ալդեբարանի հետ կապված, որ ասեց ինքը հոգեվորին էլ հա դիպչելու է այստեղ խնդիրներ կա, ինքը լիվ աղավաղված է իր մոտ հոգեվոր թեման, այ դա հենց Անտարեսն է, որ իր մոտ Նեպտունը հպարտի մոտ միացած է Անտարեսին, այ հենց սա է, ինքը իր համար ինքը հաշվի չի առնում, ինքը ամեն ինչի կարա գնա, ինքը նույնիսկ եթե գիտեք ինքը կարա կաթողիկոսին հանի, հրապարակավ խայտարակել անի, ուրիշ այլ ոտնձգություններ անի, ինքը այդ ամեն ինչին ընդունակ մարդ է, ինքը այդտենց վտանգավոր մարդ է։ Դրա համար ես որ ասեմ, եթե Սրբազանը ես իմանալով այս ամեն ինչը, ասեցի, որ թե Սրբազանը դուրս է եկել ու ինքը չի հասցնում միջև վերջ, որտեղ եթե դու գնում ես այդ քայլին, պետք է հասկանաս, այս կողմը մահանա, այս կողմը հաղթանակը, եթե հաղթանակը չտարար, ուրեմն մնաց նա ստորացում եւ այդպես։ Կարող դու ֆիզիկա մեջ չմահանաս, բայց կարծես թե դու մեռնում ես։ Այս է մնում։ Դրա համար երբ ճանաչում ես մարդուն ամեն դեպքում գիտեք ինչ ցանկացած մեկը այ երբ խորհրդակցում ես պրոֆեսիոնալ աստղաբանի հետ այ դու հասկանում ես արդեն երգը ոնց է լինելու այս մարդը ինչպիսին է այս մարդու հետ ոնց են վարվում ինչ է լինում եւ այլն բայց այստեղ կլաններ են չգիտես ինչեր են իրար դեմ դուրս եկած ամեն մեկ ուզում է իր ունեցվածքը պահպանի մեկ ուզում է մեկին մյուսին կուլ տա նա նրա կողմից է նա դուրս եկել այնտեղ մի խոսքով քանի այս ամեն ինչին խառնվում են ԼՏՊ-ներ, Սերժեր եւ այլն երկրորդ նախագահ, առաջին, երկրորդ, երրորդ լավ այսպես ասենք, քանի դեռ այս նախագահները կա խախտում են այս գործին, ոչ մի լավ բան չի կարա լինի Հայաստանում, որովհետեւ ԼՏՊ-ն կաթողիկոսը հանդիպում է ԼՏՊ-ի հետ, ինչ պետք է խոսա ԼՏՊ-ի հետ։ Դե չկա ուրիշ ղեկավար, երևի թե որ չգիտեմ, բայց դա լավ բան չի, չներ սատկում, կներեք, պրծնեինք, սներից պրծում չկա, քան իրանքան դա մետաստազներն են իրենք, մետաստազներն են, որ այս երկիրը տանում են ոչնչացման, այ այդ հները հին ղեկավարներ դրանք մետաստազներն են, սա էլ եկա, որ տանի մահվան, երևի թե այսքանով ավարտեմ, սա է իրավիճակը, հիմնականում, որ մի տրվեք, ուրեմն զգուշ եղեք փորձության միջով եք անցնելու եւ կանգնեք եկեղեցու կողքը, որովհետեւ դա սա դեռ վերցնելի է, ուրեմն, բայց միևնույն է, եկեղեցին հաղթելու է, հոգեվորը հաղթելու է, ուրիշ տարբերակ մենք չունենք, անպայման, սա վերջի սկիզբն է եկել եւ էներգիան եկել է, որևիցե ղեկավարի հարցը պետք է դրվի, ու ցանկալի է, որ դա լինի հպարտի հարցը դրվի, եւ ոչ թե հոգեվոր առաջնորդի հարցը դրվի։ Սա է հիմնականը, հա։ Այսքանով ավարտեմ իմ սիրելի հետևորդներ։ Ինչ ասեմ, նորից չկրկնվեմ, կանգնեք եկեղեցու կողքին, հոգեվորի կողքին, որտեղ մեզանից ամեն ինչ վերցնում են, ոչնչացնում են, այլ բան չի մնացել գրեթե։ Եթե մենք անդրադառնանք հոգեվորին, մենք ոչ թե այս ղեկավարի ներկայությամբ կամ ձեռամբ, հա, սա ուրիշ հարց է, այնպես որ կամ մտնել այդտեղ մի խոսքով։ Ես իմ եկեղեցու կողքին եմ ամեն ինչից անկախ եւ լինելու եմ իր կողքին։ Այսքանը երևի թե ավարտեմ, շատ բան եմ ուզում ասել, բայց վտանգավոր է այստեղ ինչ որ մի բան ասելը, ավելի ինչ որ մի բան ասելը, այնպես որ լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք շուտով։ Ես էլի հետաքրքիր մի հաղորդում ուզում եմ ներկայացնել, չեմ ասի որ մոլորակի մասին ինչ ոնց, կներկայացնեմ, կխոսենք, իսկ դուք կիսվեք ձեր էջերում եւ տեսնեմ հիմա քանի հոգի կկիսվի այս վիդեոն իր էջում, տեսնենք քանի հոգի կկիսվեն։ Այսքանը շնորհակալություն իմ հետևորդներին, շնորհակալություն
Աստծուն, տիեզերքին, այն ամենը ինչ որ տալիս է եւ այսքանը Աստված մեզ հետ լավ եղեք առայժմ